Ես չեմ ուզում, որ այս փոդքասթը լինի ինքնանպատակ։ Այն, ինչ իրական արժեք ունի, անցնում է կասկածների, վախերի, հոգնածության և ներքին պայքարի միջով։ Բարև ձեզ, այսօր մարտի 8-ն է, կանանց միջազգային օրը, բայց ես չեմ ուզում խոսել միայն ծաղիկների, շնորհավորանքների կամ գեղեցիկ խոսքերի մասին։ Ես ուզում եմ խոսել կնոջ իրական ճանապարհի մասին, այն կնոջ, ով դրսից ուժեղ է թվում, բայց ներսում անցնում է կասկածների, հոգնածության, երբեմն էլ լուռ պայքարի միջով։ Ես Մարիամն եմ, բյութի ոլորտում աշխատում եմ 2010 թվականից և ամեն օր տեսնում եմ կանանց, տարբեր փուլերում, տարբեր իրավիճակներում, տարբեր ընտրությունների առջև կանգնած։ Ու հենց այս կանանց պատմություններն են ինձ բերել այս փոդքասթի գաղափարին։ Այս թողարկումը ես նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ճանապարհին երբեմն կասկածել են, երբեմն հոգնել են, բայց չեն դադարել առաջ գնալ։ Ես երկար էի մտածում, սկսել այս փոդքասթը, թե ոչ թե որ թեմա չունեի, այլ պարզապես մտածում էի, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Ու հենց դա է պատճառը, որ այս միտքը գրեթե 2 տարի պտտվում էր գլխումս, բայց չէի համարձակվում սկսել։ Մի կողմից լսում էի ներքին ձայնիս, մյուս կողմից տեսնում էի, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Շատ կանայք սոցիալական հարթակներում տեսնում են միշտ երջանիկ, միշտ կայացած, միշտ իդեալական կյանքեր և սկսում են համեմատվել։ Մտածում են, որ իրենց մոտ ինչ-որ բան չի ստացվում, որ միայն իրենք են դժվարությունների մեջ, ու որ իրենց կյանքը շատ բարդ է, իսկ ուրիշների համար հեշտ, և ընկնում են հիասթափությունների, երբեմն էլ դեպրեսիայի մեջ։ Բայց ես իմ փորձից հասկացել եմ մի պարզ բան՝ ոչ մի լավ բան կյանքում հեշտ չի տրվում։ Այն, ինչ իրական արժեք ունի, անցնում է կասկածների, վախերի, հոգնածության և ներքին պայքարի միջով։ Ու այստեղ է հայլին գործում։ Ձեր փոքրիկ քայլերը, ձեր համառությունը, հավատը սեփական ուժի նկատմամբ ոչ միայն կառուցում է ձեր ճանապարհը, այլ նաև աշխարհն ավելի գեղեցիկ է դարձնում։ Այս մտքերի արդյունքում ծնվեց նոր Հայլիի գաղափարը։ Սա փոդքասթ է գեղեցկության մասին, բայց ոչ այն գեղեցկության, որը տեսնում ենք լուսանկարներում կամ սոցցանցերում։ Այստեղ խոսելու ենք բյութի ոլորտի մասնագետների մասին, բայց իրականում մարդու մասին, մարդու հոգեբանական վիճակի, նրա ճանապարհի, նրա կասկածների, նրա ուժի ու չհանձնվելու կարողության մասին։ Այս փոդքասթում կլինեն վարպետներ, ովքեր սիրում են իրենց գործը, և նրանք, ովքեր հոգնել են, բայց դեռ չեն հանձնվել։ Կլինեն սրահի տնօրեններ, ովքեր ամեն օր պատասխանատվություն են վերցնում ոչ միայն բիզնեսի, այլ նաև մարդկանց համար։ Սա չի լինելու կատարյալ մարդկանց մասին փոդքասթ, սա լինելու է իրական մարդկանց մասին, ովքեր ընտրել են չհանձնվել։ Ես չեմ ուզում, որ այս փոդքասթը լինի ինքնանպատակ։ Ես ուզում եմ, որ այն օգնի և ոգևորի կանանց, ցույց տա, որ դժվարությունները նորմալ է, որ կասկածները ճանապարհի մասն են ու որ միայն իրենք չեն անցնում այդ փուլերով։ Ուզում եմ նաև, որ մեր հաճախորդներն ավելի խորքային ճանաչեն իրենց մասնագետներին, հասկանան ինչ մարդ է կանգնած իրենց հետևում, ինչ ճանապարհ է անցել և ինչ գին ունի նրա աշխատանքը։ Ուզում եմ, որ սա լինի նստելու, լսելու, շնչելու տեղ, առանց շտապելու, առանց ձևականությունների։ Եթե այս թողարկումը ձեզ մի բան տվեց, եթե դուք մի պահ ճանաչեցիք ձեզ այս խոսքերում, կամ ունեք հարց, թեմա կամ առաջարկ մեր հաջորդ էպիզոդի հյուրի համար, գրեք մեկնաբանություններում, միացեք իմեջին և ուղարկեք ձեր ընկերներին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վիթի ստուդիոյին և Անիկ Համալյանին իմ նպատակի ճանապարհը ինձ հետ սկսելու համար։ Սա միայն սկիզբն է։ Շնորհավոր մարտի 8-ը բոլոր այն կանանց, ովքեր ամեն օր շարունակում են առաջ գնալ։ Նորմալ էր։ Ապրեք երեխեք։